Բարի լույս ժողովուրդ ջան, ուրեմն երեկոյան շատ ուշ ժամի լսեցի Կարեն Վարդանյանի, Ամերիկայից Կարեն Վարդանյանի հորդորը։ Աստվածաշնչից օրինակ բերելով արտահայտվեց, հորդորեց եկեղեցականներին, որպեսզի աղաղակեն, ինչպես ինքը ասեց, ինչպես ավետարանում է գրած, եւ բարձրաձայնեն այս ապօրինի գործողությունները, բարձրաձայնեն, թե ինչպես է եկեղեցին պղծվում։ Այսինքն հորդորեց, որպեսզի եկեղեցականները, դուք եկեղեցականներ, մաքրեք ձեր տունը։ Ես այդ նյութը կտեղադրեմ իմ մեջում, բայց ես ուզում եմ եւս մեկ բան ասել։ Միանալ Կարենի հորդորին կոչին, նաեւ բան առաջարկել։ Ուրեմն դուք եկեղեցականներ, եթե լռեք, եթե աչք փակեք, թե ինչ է կատարվում եկեղեցիներում, թե ինչով է զբաղված կտրիչը, եւ ոչինչ չանեք, որպեսզի մեր սուրբ տունը մաքրեք, ուրեմն ես կոչ եմ անում բոլորիդ։ Հավաքվում եք, խորհրդակոչում, ինչ է կոչվում, ոնց է այդ պրոցեդուրան, ինչ չի հետաքրքրում։ Եվ սրբադասում եք բոլորին հայտնի Հուդային։ Ինչու՞։ Որովհետև Հուդան ձեզանից ազնիվ դուրս եկավ։ Հուդան մեղքերի թողություն էր խնդրում, Հուդան լացում էր, պատերով էր իրան տալիս։ Իսկ որ ինքը կախվեց, ես չեմ համարում, որ ինքը կախվել է, չեմ հավատում։ Ինձ թվում է իրան կախել են, որովհետև մենակ ուժեղ մարդիկ են ինքնասպանություն գործում, իսկ Հուդան շատ թույլ էր։ Ինքը վախից մատնեց Հիսուսին։ Վախից։ Հիմա դուք վախից մատնում եք մեր եկեղեցին։ Դուք վախից քայլեր չեք անում։ Հասկանում եք, չէ՞, ինչի մասին եմ խոսում։ Նույն այդ կտրիչը, որ չի հեռանում, վախից չի հեռանում։ Ուստի առաջարկում եմ, եթե դուք արհամարում եք պետության սպասելիքները, ժողովրդի սպասելիքները, մեր այս կոչերն ու հորդորները, հավաքվում եք եւ սրբադասում եք Հուդային, որովհետեւ դուք Իրանից ոչինչով չեք տարբերվում։ Ինքն էլ մեղ գործեց, հետո սկսեց մեղքերի թողություն խնդրել, լացել։ Հիշում եք այն խոսքերը, որ տեղադրեցին Տերտերի, որ ասում է, մեզ 21-րդ դարում զրկում են մեղ գործելու իրավունքից։ Այսինքն 21-րդ դարում կարելի է, այն ժամանակ չէր կարելի, ինչ տավտալոգիա էր։ Հասկանում եք, չէ՞, ինչի մասին եմ խոսում։ Եթե դուք մտածում եք, որ դուք իրավունք ունեք նման մեղքեր գործել, դավաճանել եկեղեցին, պղծել եկեղեցին, դրանից հետո մեղքերի թողություն խնդրել, եւ ըստ ձեզ Աստված ձեզ ներում է, ուրեմն գնում եք խմբակային Հուդային սրբադասում եք։ Ինքը եղել է Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը, հասկացաք ինձ։ Հələ որ այսքանը, հիմա կտեղադրեմ Կարենի խոսքերը, ուշադիր լսեք։ Կրկին ստիպված եմ դիմելու աշխարհում մեկ ապրող հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու ողջ հոգեվորականած դասին, բոլոր հոգեվորականներին անխտիր։ Ու եթե նպատակահարմար կգտնեք, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը ձեր էջերով։ Իբրև նախաբան ընտրել եմ Ղուկասու ավետարանի այս տողերը։ Երբ փարիսեցիները Հիսուսին ասացին վարդապետ, սաստիր աշակերտներիդ որ լռեն, Հիսուս պատասխանեց. եթե սրանք էլ լռեն, ապա քարերը կաղաղակեն։ Հարգելի հոգեվորականներ, ամեն անգամ, երբ բարձրաձայնվում են խնդիրներ, որոնք առկա են մեր եկեղեցում, ամեն անգամ, երբ խոսում են փաստերով այլանդակությունների մասին, որոշ հոգեվորականների կողմից գործած, դեզանից ոմանք ասում են, որ ընտանիքի խնդիրները չի կարելի բարձրաձայնել։ Ոմանք էլ այդ բարձրաձայնողներին անվանում են հուդաներ։ Տեսեք, այն տունը, որտեղ որ ես ապրում եմ, իմ սեփականությունն է։ Այն տունը, որտեղ որ դուք եք ապրում, ձեր ընտանիքն է ապրում, դա ձեր սեփականությունն է։ Բայց եկեղեցին, որը Աստծո տունն է, ձեր սեփականությունը չէ։ Դուք այնտեղ սպասավորներ եք, Աստծո ծառաներն եք։ Ու հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալները նույնչափ իրավունք ունեն այդ տան մեջ, որքան իրավունք ունեք դուք։ Հետևաբար, երբ որ դուք ասում եք ընտանիքի խնդիրները չի կարելի բարձրաձայնել, մենք բոլորս այդ նույն ընտանիքի անդամներ ենք։ Ձեր ասածը ուղղակի աբսուրդ է, անհեթեթություն է։ Փոխարենը, որ դուք դատապարտեք այդ այլանդակությունները, փոխարենը, որ ձեզանից ոմանք չխրախուսեն մեղք գործելը, դուք ասում եք ընտանիքի խնդիրները չի կարելի բարձրաձայնել։ Եսեք, քարերը աղաղակում են։ Էական չէ, այդ աղաղակողները աթեիստ են, բողոքական եկեղեցուց են, հաղանդավորներ են, չարից են։ Էականը այն է, որ կան խնդիրներ, կան գործած այլանդակություններ, որոնք այլևս փաստ են։ Էականը դա է, որ քարերը աղաղակում են։ Տեսեք, վաղ շաբաթ համայնքի ընտրությունները, ավելի կոնկրետ Էջմիածին քաղաքի ընտրությունները վառ ապացույց են ձեզ։ Այս ընտրությունների արդյունքները հայտնի էին մի քանի ամիսներ առաջ, երբ ԱԱԾ-ն եկավ Մայրաթոր։ Երբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի զանգերը ղողանջում էին, ու 50,000-անոց քաղաքում 1500 մարդ էլ չէր հավաքվել, որոնցից մի քանի հարյուրը ոստիկաններ էին, մի քանի հարյուրն էլ հոգեվորականներ։ Այսինքն, այլևս ձեզ մոտ չի ստացվում հավատացյալներին հիմարի տեղ դնել։ Սա վառ ապացույց էր, որ հավատացյալները, իդեպ, Էջմիածնեցի որ ասում են, բոլոր այն հայերը, որոնք իրենց համարում են հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներ, իրենք համարվում են Էջմիածնեցիներ, որովհետև Սուրբ Էջմիածին իջավ միածին է։
Այսինքն մարդիկ հստակ հասկանում են, որ պետություն, եկեղեցի, հակամարտություն չկա, սա fake, սա սարքած թեզ է, որպեսզի մարդկանց, այսպես մարդկանց այդ նուրբ լարերի հետ խաղան, հավատացյալների այդ նուրբ զգացմունքների հետ խաղան։ Ամեն ինչ հստակ է։ Գիտեք, 2018 թվականին հեղափոխությունից հետո ես մի բանի համար էի ուրախացել, որ Հայաստանի առաքելական Սուրբ Եկեղեցին այլևս հնարավորություն ունի գործելու անկախ, առանց որևիցե մեկի, որևէ քաղաքական ուժից կախում ունենալու։ Բայց բանից դուրս եկավ, որ որոշ հոգևորականներ ավելի թունդ ընդդիմադիրներ են, քան հենց այդ ընդդիմադիր թևի առաջնորդները, ինչը բերեց ու մեզ հասցրեց հենց այս օրը։ Ունենք այն, ինչ ունենք դժբախտաբար։ Հարգելի հոգևորականներ, ես կոչ խնդրանքով դիմում եմ ձեզ, հարգելի հոգևոր հայրեր, հոգևոր եղբայրներ, բացառապես մնացեք ձեր հոգևոր առաքելության մեջ, գործեք ձեր 100% անկախ ձեր հոգևոր առաքելության մեջ, մի տրվեք սադրանքների, սա այլևս չի կարելի թույլ տալ, մի խրախուսեք մեղք գործելը, դուք կարգված եք, դուք այն առաքելության մեջ եք, որպեսզի մեզ հավատացյալներիս, մեղավոր հավատացյալներիս ցույց տաք, որ այո, հնարավոր է առանց մեղք գործելու ապրել, բայց դժբախտաբար ձեզանից ոմանք հանրայնորեն խրախուսում են մեղք գործելը, չի կարելի, սա անթույլատրելի է։ Ես հասկանում եմ, որ սուրբ մարդիկ չկան, բայց դուք սուրբ գործի մարդիկ եք։ Հետևաբար մնացեք բացառապես ձեր առաքելության մեջ։ Նորից կրկնում եմ, փրկեք ձեզ, փրկեք մեզ։ Բարի օր ձեզ ու Աստված ուժ ու կարողություն եւ իմաստություն տա ձեզ։ Բարի օր ձեզ։